Միջազգային լրահոսն այսօր։ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ դեմոկրատական կուսակցության անդամ Քամալա Հարիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին եւ մահվան երթով անցան։ Այս ողբերգությունից 110 տարի անց մենք նաեւ խորհում ենք հայ ժողովրդի ուժի ու դիմացկունության մասին ու վերահաստատում ենք մեր հանձնառությունը պայքարելու ատելության դեմ բոլոր դրսևորումների։ X-ի իր միկրոբլոգում գրել է Հարիսը։ Հիշեցնենք, երեկ լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ԱՄՆ գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը իր ուղերձում կրկին օգտագործել է մեծ եղեռն ձևակերպումը, ի տարբերություն իր նախորդի Ջո Բայդենի, ով իր պաշտոնավարման 4 տարիներին օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ այսպես կոչված տարածքային պահանջները վերացնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Բաքվում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Այս պահանջներից բացի Բայրամովը կոչ է արել նաև քայլեր ձեռնարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այրումը որպես հանցագործություն ճանաչելու համար։ Նա հերթական անգամ նշել է, թե իբր Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները գլուխ են բարձրացնում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Կցանկանայի նշել, վերջերս Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այրման հետ կապված միջադեպերը, ցավոք նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ երեկ նաեւ Ֆրանսիայում։ Մենք ակնկալում ենք, որ այս երկրների համապատասխան մարմինները վճռական գործողություններ ձեռնարկեն ապահովելու, որ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը ճանաչվի որպես հանցագործություն, ասել է Ադրբեջանի գլխավոր դիվանագետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում ասել է, Ղրիմը կմնա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է։ Դե Ղրիմը անցել է ռուսներին, այն նրանց փոխանցել է Բարաք Հուսեյն Օբաման, այլ ոչ թե ես։ Նրանք շատ տարիներ առաջ այնտեղ ունեին Սուզանավեշ, Ղրիմում ժողովուրդը հիմնականում ռուսերեն է խոսում։ Բայց թերակղզին տվել է Օբաման, Թրամփը չի տվել։ Արդյոք իմ նախագահության ժամանակ կվերցնեին ինչպես Օբամայից։ Ոչ, դա չէր լինի։ Ղրիմը, եթե ես լինեի նախագահ, չէին վերցնի, ասել է ԱՄՆ նախագահը։ Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ԱՄՆ նախագահի համար ընդունելի է, որ Ղրիմն ու գրաված մյուս 4 շրջանները մնան Ռուսաստանին վերջնական համաձայնագրի շրջանակում, Թրամփը ասել է, որ Ղրիմը մնալու է Ռուսաստանին։ Զելենսկին դա հասկանում է եւ բոլորն են հասկանում, որ այն վաղուց նրանցն է, ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆին։ Սա երկու պաշտոնյաների 4-րդ հանդիպումն է այս տարվա փետրվարից ի վեր։ Ուիտքոֆը Մոսկվա է ժամանել ուրբաթ առավոտյան։ Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն բանակցություններից առաջ ամերիկացի պաշտոնյան Ռուսաստանում ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի եւ նախագահ Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի ուղեկցությամբ զբոսնել է Արբատով։ Ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլի նախօրեին նախագահ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը ձգտում է արագ հրադադարի եւ խաղաղության գործարքի Ուկրաինայում եւ այդ նպատակին հասնելու համար բանակցություններ է վարում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հնարավոր է գործարք կնքել միջուկային ծրագրի հարցով։ Նա միևնույն ժամանակ հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին։ Ոչ, դա ճիշտ չէ, ես նրանց չեմ կանգնեցրել։ Բայց այնպես եմ արել, որ դա նրանց համար չլինի, քանի որ կարծում եմ կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու, հուսով եմ կարող ենք։ Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, բայց ես իրենց համար հարմարություն չեմ ստեղծել, բայց ոչ էլ չեմ ասել։ Ի վերջո, ես պատրաստվում էի թողնել այդ ընտրությունը նրանց վրա, բայց ասացի, որ ավելի շատ կնախընտրեի գործարքը, քան ռումբեր նետելը, մանրամասնել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, մնացեք Օրագիր Նյուզի հետ։